Ինչպես մեկ մարդը կարող է լինել միաժամանակ հաջողակ կինոպրոդյուսեր ու հայտնի իրավաբան։ Ներկայացնեմ ձեզ մեր հայրենակցին, որին այդ համատեղությունը հաջողվում է։ Վահան Եփրեմյան, կինոպրոդյուսեր, իրավաբան, գործարար, Ketchup Entertainment կինոընկերության համահիմնադիր։ Վահան, գիտեմ դուք Երևանում եք ծնվել, իսկ ձեր նախնիները, արմատներով որտեղացի եք։ Պապաս ծնվել է Սիրիայում Ալեպոյում, մայրս Երևանից է։ Պապիկս Լեննականում է ապրել, այնտեղի ամենաջայել Հայաստանի մինիստրն է եղել թեթևարդնաբերության։ Արվեստի մարդիկ ընտանիքում եղել են, մայրիկը կարծեմ դերասան էր, հա։ Մայրիկս նկարչուհի է, ես էլ եմ դրանով մի քիչ հետաքրքրվում։ Քանի տարեկան եք, երբ Միացյալ Նահանգներ տեղափոխվեց ընտանիքը։ 17։ Կրթությունը արդեն ստեղ ստացաք, Այո։ եւ փայլուն կրթություն ստացաք։ Ձեր կենսագրությունում ասում է, որ դուք ավարտել եք Berkeley, Harvard, Cambridge, այդպիսի կրթություն ունեցող հազվադեպ հայեր կան երևի։ Եվ USC իրավաբանականը ընդեղից եմ ստացել։ Այո, ես նախ շատ հաճույք եմ ստանում նոր բաներ սովորելուց եւ ըստ իմ պրոֆեսիայի միշտ նորություն, օրինակ որպես իրավաբան ես բիզնես իրավաբան եմ եւ բիզնես մարդկանց եմ օգնում բիզնես սկսել, զարգացնել։ Մինչև ինքնուրույն իրավաբանական պրակտիկա սկսելը դուք պետական գործունեությամբ եք նաեւ զբաղվել եւ անգամ Սպիտակ տանն եք աշխատել, հա։ Այո, կոչվում է Սպիտակ տան think tank, որը ոնց որ անալիտիկ կենտրոն։ Անալիտիկ կենտրոն Սպիտակ տան համար, հենց Սպիտակ տան մեջ չէի աշխատում, բայց իրանց համար ես ամերիկյան եւ ռուսական առևտրի հետ կապված ոնց որ կոնսուլտանտ էի Սպիտակ տան համար, երբ որ Ռուսաստանից դելեգացիա էր գալի Ամերիկա պրեզիդենտի մոտ կամ կոնգրես կամ ստեղից գնում էին այնտեղ, ինչ հարցեր մենք ունենք իրանց համար, ինչ հարցեր իրանք են ունենալու մեր համար, ոնց պատասխանել այդ հարցերի, ինչ ենք ուզում իրանց հետ, ինչ խնդիրներ ունենք, որ պետք է լուծվի։ Սա այդ ռիպորտներ ենք պատրաստում եւ ներկայացում։ Հետաքրքիր աշխատանքեր եւ քանի անգամ հետո առաջ Սպիտակ տանը գնալով եւ ներկայացնելով շատ հետաքրքիր process է։ Այնուհետ Ջորջ Բուշի նախաձեռնությամբ նշանակվել էիք գործարարության հարցերով խորհրդապական կոմիտեի անդամ Կալիֆոռնիայից, այո, որպես ներկայացուցիչ, էլի որպես ոնց որ կոնսուլտատիվ process էր, որ Կալիֆոռնիայի բիզնեսներին ոնց որ իրավունքները պահպանելու եւ իրանց կողմից խոսալու ոնց որ դեր էր, որ թե թաքսերի հետ կապված, թե թարիֆների, թե ուրիշ ռեգուլյացիաների հետ կապված։ Այնուհետ արդեն սեփական իրավաբանական պրակտիկա, հա, ընկերությունը ձեր ազգանունն է կրում, ինչով է զբաղվում։ Այո։ Արդեն կլինի համարյա 30 տարի, 28 տարի արդեն ունեմ այդ օֆիսը, բավական շատ հաջող եւ ուժեղ թիմ ունենք մեր օֆիսում, 26 հոգի ենք հիմա։ Վահան Եփրեմյանն իր իրավաբանական կարիերան սկսել է պետական կառույցներում։ Նա աշխատել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունում ու դատախազությունում, համագործակցել է հետաքննությունների դաշնային բյուրոյի ու թմրամոլության դեմ պայքարի դաշնային վարչության հետ։ 1998 թվականին հիմնադրել է սեփական Եփրեմյան Law իրավաբանական ընկերությունը, որը մասնագիտացած է կոմերցիոն ու կորպորատիվ իրավունքի ասպարեզում, ինչպես նաև օգնում է բիզնեսի կառավարման հարցում։ Տարիների ընթացքում ընկերությունը լոկալ փաստաբանական բյուրոյից դարձել է ճանաչված կազմակերպություն։ Incorporated ամսագիրը Եփրեմյան Law-ն ներառել է Ամերիկայի ամենաարագ աճող ընկերությունների ցուցակում, իսկ Entrepreneur պարբերականը ճանաչել է այն ԱՄՆ լավագույն ընկերություններից մեկը։ Վահան Եփրեմյանի առաջնորդած թիմը արժանացել է Կալիֆոռնիայի լավագույն իրավաբաններ կոչվող հեղինակավոր մրցանակի։ Եփրեմյան Law-ի հաճախորդների թվում եղել են թե հետագայում հաջողակ բիզնեսներ դարձած ստարտափեր, թե վաղուց կայացած խոշոր կորպորացիաներ ու մասնավոր անձինք։ Իր գործունեության ընթացքում իրավաբանական ընկերությունը սպասարկել է ավելի քան 13,000 հաճախորդների ու հասել դրան, որ որպես փոխհատուցում նրանց օգտին բռնագրավել է ընդհանուր առմամբ գրեթե $1/4 միլիարդ։ Վահան, եկեք անդրադառնանք ձեր կինոարդյունաբերության ոլորտում կարիերային, շատ անսպասելի է, երբ արդեն կայացած բիզնեսմեն եւ իրավաբան որոշում է ինչ-որ պահ, որ ինքը պետք է զբաղվի կինոինդուստրիայով։ Կինոինդուստրիան միշտ ինձ շատ հետաքրքիր է եղել, նույնիսկ հələ Հայաստանում լինելով։ Ես որ Հայաստանում էի, Հայաստանը սովետական միության մեջ էր գտնվում դեռ։
եւ ամերիկյան ֆիլմերը օրինակ չեն թույլատրվում։ Ու միշտ երբ որ նայում իհարկե չեն թույլատրվում, բայց բոլորը նայում են եւ վիդեոկասետներով տանը նայում են։ Եվ իմ համար շատ հետաքրքիր ոնց որ մի հատ պատոհաներ, մի հատ լրիվ ուրիշ աշխարհ դա։ Եվ միշտ հետաքրքրված էի դրա մեջ եւ քանի որ Լոս Անջելեսում եւ Հոլիվուդում միշտ ոնց որ շուրջը դա։ Եվ ես իրավաբանական դիմելու ժամանակ ունեի համ իրավաբանականի application եւ ֆիլմ այդ USC որտեղ որ ավարտեցի, որոշեցի իրավաբանականով առաջ գնալ, բայց ֆիլմը միշտ իմ մտքում կար։ Եվ մի երևի 14 տարի առաջ իմ կլիենտներից մեկը Անգլիայից պրոդյուսեր էր, որ եկավ իմ մոտ որպես կլիենտ, որ բիզնես բացեմ իրան, որ կարողանա այդտեղ կինո նկարահանի։ Եվ ըստ դրա սկսեցինք խոսել, ես ասեցի, որ մտածում էի վախտին կինո սովորեի այդ գծով եւ ինքը ասեց, ես այդ ուսումը ամենալավը արի հենց գնանք հենց հիմա գնանք, հա, այդ կինոն նկարահանենք եւ ինչ որ քեզ պետքա կսովորես հենց տեղում։ Այդ ֆիլմում դուք որպես պրոդյուսեր եք։ Հա, որպես պրոդյուսեր։ Մենք մեր գումարներով ֆիլմ մի հատ նկարահանեցինք, որը որ այնքան էլ հաջող ֆիլմ չէր, բայց process-ը շատ հետաքրքիր էր։ Եվ որ վերադարձանք, նստեցինք, խոսացինք, որ ուզում ենք դա շարունակել, թե դա ուղղակի մի անգամվա բաներ, որ ուղղակի բոլորս փորձեցինք։ Եվ որոշեցինք, որ եկեք շարունակենք, արժի հետաքրքիր էր, բայց անել շատ ավելի մեծ բյուջետով եւ անել մի հատ ստուդիոյի հետ, որը որ արդեն այս ամեն ինչը գիտի, որ իրանցից սովորենք, որ ոչ թե ամեն ինչ մենք մեզնով քիչ-քիչ սովորենք, որով երկար ժամանակ կարող է տևի եւ շատ սխալներ կարող է անենք եւ այդ ժամանակ մեր երկրորդ ֆիլմը BBC ստուդիոյի հետ Անգլիայում նկարահանեցինք Մանչեսթերում, Քրիսմասի մասին երեխաների կինո էր, որը որ անսպասելի շահեց Emmy win եւ Emmy Kids Award ստացանք international ստացանք նոմինացիա Անգլիայի BAFTA Kids Award ոնց որ իրանց երեխաների Օսկարն է Անգլիայի դա չհաղթեցինք բայց նոմինացիա ստացանք եւ իրանց Golden Globe էլի նոմինացիա ստացանք որը որ իհարկե անսպասելի էր եւ բախտի հետ էր կապված ճիշտ պրոյեկտ ճիշտ ժամանակ ոնց որ հայտնվեցինք եւ արեցինք եւ դա ոնց որ մեզ արդեն ուշ տվեց եւ հետաքրքրություն շատ եկավ ուրիշ տեղերից թե նոր պրոյեկտների թե արդեն ագենտ ունեցանք արդեն ֆինանսը ավելի հեշտ էր գալի որտեղ արդեն երբ որ Emmy ունես եւ BAFTA nomination ունես արդեն դա նոմինացիա ունես դա արդեն մեծ բան է Հոլիվուդում եւ ըստ դրա սկսեցինք առաջ գնալ եւ այս 10 արդեն համարյա 4 տարվա մեջ 20 քանի ֆիլմ ունենք մեծամասնությունը մենք հիմա արդեն executive produce ենք անում եւ դիստրիբյուցիայի կամփանի էլ բացեցինք մի քանի տարի առաջ, so Ամերիկայում մենք ենք հենց դիստրիբյուցիանում, թե կինոթատրոններում, թե ասենք սթրիմինգ պլատֆորմաներում Netflix-ն, Hulu-ն, Apple-ն, բոլորի հետ մենք direct ոնց որ աշխատում ենք, նաեւ ասենք ուրիշ տեղեր, թե ավիո կամպանիաներին օրինակներ ծախել, հյուրանոցներին, այդ բոլորով այդ ամեն ինչը ոնց որ մեր կամփանին զբաղվում է։ Վահան Եփրեմյանը կինոարդյունաբերության աշխարհ է մուտք գործել 2011 թվականին։ Գործադիր պրոդյուսերի դերում նա մասնակցել է տասնյակ հաջողված ֆիլմերի ստեղծմանն ու առաջխաղացմանը։ Նա անձամբ է համակարգում կինոարտադրության ողջ գործընթացը, նախագծի մշակումից ու ֆինանսավորման հայթայթումից մինչև մարքեթինգն ու դիստրիբյուցիան։ Զբաղեցնելով Ketchup Entertainment կինոընկերության օպերացիոն տնօրենի պաշտոնը, Եփրեմյանը պատասխանատու է նախագծի ֆինանսական ու իրավական կենսունակությունը ապահովելու համար։ Մեր հայրենակցի ամենամեծ պրոֆեսիոնալ հաջողությունը եղել է կորուսյալ Սուրբ Ծնունդ ընտանեկան դրաման, որպես գործադիր պրոդյուսեր Եփրեմյանը այդ ֆիլմի համար արժանացել է հեղինակավոր International Emmy Award մրցանակին։ Ֆիլմը առաջադրվել է նաև BAFTA մրցանակի։ Մյուս ֆիլմերը, որոնցում Եփրեմյանը հանդես է եկել որպես գործադիր պրոդյուսեր, նույնպես նկատվել ու գնահատվել են կինոքննադատների կողմից։ Լինոմանիա սպորտային բայոփիկը արժանացել է TV Guide մրցանակի։ Ferrari Blockbuster-ը ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը դասել է տարվա լավագույն 10 ֆիլմերի ցանկին։ Հիշողություն դրաման դարձել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր։ Մեր հայրենակիցը մասնակցել է այդպիսի հաջողված կինոնախագծերի ստեղծմանը, ինչպիսիք են Հիպնոտիկ ֆանտաստիկ դետեկտիվը, Գուդրիչ կատակերգությունը
Rolling Loud musical-ը։ Խոսքը հենց այդ Ketchup International ընկերության մասին է, հա։ Քանի աշխատակից ունեք կոնկրետ հիմա ինչ ծավալների գործ է հասել։ Այս տարի մոտարապես 14-ից 15 հատ ֆիլմ երևի դուրս կգա։ Մի տարվա ընթացքում 15 հատ ֆիլմ։ Այո, դու մեծ արդեն ու փոքր։ Միջին արդյունաբերող կինոարդյունաբերող ընկերություն եք կարելի ասել։ Այո, ոչ բոլորի մեջ եք մենք մասնակցել, թե որպես producer, թե որպես executive producer, կան ֆիլմեր, որ գալիս են մեր մոտ ուղղակի դիստրիբյուցիայի համար, արդեն վերջացված կինոներ։ Իսկ սեփական կինոարտադրությունը։ Եվ մեր սեփական կինոարտադրությունը, որը որ մենք թե սկզբնական հենց առաջի этаպներից ենք մտնում, թե որպես executive producer, թե ինչ որ process-ի ժամանակ որպես կոնսուլտանտ մտնում ենք, որտեղ իմանալով դիստրիբյուցիա ունենալը շատ օգնում է այդ production process-ի մեջ, որտեղ գիտես, քանի որ դու ես ծախում ֆիլմի իրավունքները եւ ներկայացնում, արդեն գիտես մարքեթը ինչ է ուզում եւ կարաս այդ film production-ի process-ի ժամանակ մի քիչ ավելի օգտակար լինես, այնց ֆիլմ սարքես, որ գիտես, որ ասենք թե Netflix-ն է, թե կինոթատրոններում, թե ինչ որ ժողովուրդը ուզում է տենա եւ մարքեթը սպասում է այդտենց ֆիլմին։ Ես հիմա օրինակ մի քանի օր հետո թռնում եմ Berlin Film Festival, որտեղ մի երկու պրոյեկտ ենք ներկայացում, մի հատը ուրեմն պրոյեկտը, որը որ դուրս է գալու օգոստոսին, մեծ ֆիլմ է, կիսա մուլտֆիլմ է, կիսա կինոյա, Ջան Սինա բավական մեծ դերասան աստեղ ինքն է դրա մեջ, այդ Warner Brothers production է այդ կինոն, բյուջետը երևի եղել է մոտ 70 միլիոնի շուրջը, Ketchup-ը ունի սաղ աշխարհով իրավունքները այդ կինոյի, ոնց որ համարվում է մեր ֆիլմը հիմա եւ մենք գնում ենք Բերլին, որպեսզի Ամերիկայից դուրս իրավունքները ծախել ուրիշ դիստրիբյուտորներին։ Իսկ Ամերիկայում մենք ենք արդեն մոտ 3000 կինոթատրոններում դուրս կգա, դա էլ իր ոնց որ լրիվ ուրիշ աշխատանք է, ուրիշ իր բյուջետն է, ասենք մոտ մի 25 միլիոնից 30 միլիոն մենակ այդ մարքեթինգի բյուջետն է լինելու։ Ֆիլմի արտադրությունը էժան հաճույք չէ, երբեմն հարյուրավոր միլիոնների է հասնում, սեփական ռեսուրսներն եք ներդնում։ Մինչև հիմա որ մենք սկսեցինք սկզբնականում, այո, միակ մեր 3 partner-ի resource-ներով առաջի ֆիլմը, դրանով երկրորդ ֆիլմը investor մեր հետ եկավ եւ հետներս աշխատեց։ Դրանից հետո արդեն մենք էլ ենք ինվեստանում եւ ինվեստորներ են գալի։ Հիմա ասել ենք այն этаպի, որ արդեն մեծ բանկերի եւ institution ինվեստորների հետ ենք խոսում, որոնք որ հետաքրքրված են կան արդեն իրանք ընդհանուր ֆանդինգ անել, որովհետեւ սեփական ռեսուրսները, ինչպես հասկանում եք, շատ լիմիտ ունեն եւ թե քանի հատ ֆիլմ կարաս անես, ինչ բյուջետի կարաս ֆիլմ անես, հենց այս process-ով հիմա անցնում ենք, որ բանկերի հետ process-ի մեջ ենք, որ կարողանանք այդ ֆոնդը ունենանք։ Վահան Եփրեմյանը երկու գործընկերների Garrett West-ի ու Արթուր Գալստյանի հետ միասին հիմնադրել է Ketchup Entertainment ընկերությունը 2012 թվականին։ Այժմ նա ղեկավարում է այն որպես օպերացիոն տնօրեն։ Ընկերությունը զբաղվում է ինչպես կինոարտադրությամբ, այդպես էլ դիստրիբյուցիայով։ Ketchup Entertainment-ը ներդրումներ է կատարում կինոկոնտենտի ստեղծման մեջ, իսկ այնուհետև պատասխանատվություն է կրում վարձույթի ու սթրիմինգային հարթակների միջոցով տարածման համար։ Տարեկան թողարկում է 10-ից 15 ֆիլմ։ Դրանց թվում եղել են բլոկբաստերներ, որոնք արժանացել են Emmy ու առաջադրվել են հեղինակավոր մի շարք կինոմրցանակների։ 2024 թվականին կինոընկերությունը հայտարարեց սեփական հեռուստատեսային ստորաբաժանման ստեղծման մասին, որը միավորվելով Zero Gravity Management ստուդիայի հետ ձեռնամուխ եղավ ամերիկյան հեռուստաշուկայի համար պրեմիում դասի սերիալների համատեղ արտադրությանն ու դիստրիբյուցիային։ Այժմ Ketchup Entertainment-ը զարգացման լայնածավալ թռիչք է ապահովում։ Վահան Եփրեմյանն իր գործընկերների հետ ստեղծել է հավակնոտ թիմ, որը ի վիճակի է մրցակցել հոլիվուդյան ավանդական ստուդիաների հետ։ Վահան, այ ինչպես է ստեղծվում ֆիլմը սկզբից մինչև վերջ, հա, այ պրոցեդուրան, հա, ոնց եք որոշում, որ այ այս ֆիլմն ենք սկսում։ Այսինքն ձեզ մոտ գալիս են սցենարներ, դուք ընտրում եք, թե դուք սկզբից որոշում եք ու պատվիրում եք։ Մի ձև ֆիլմ նկարելու իհարկե չկա եւ process-ները այնքան տարբեր են։ Մենք օրինակ մի հատ ֆիլմ ունենք, որը Ben Affleck-ի կինոն է, Robert Rodriguez-ն է նկարահանել, որը որ շատ մեծ կինոռեժիսոր է։ Ինքը այդ
սցենարի վրա իր սցենարին է հենց Ռոբերտ Ռոդրիգեզի ինչքան ես հասկանում եմ մի 20 տարի այդ սկրիպտը ունեցել է, աշխատել է, փոխել է մինչև ֆիլմը նկարել է վերջում։ Նույն ձևի օրինակ մի հատ ֆիլմ, որը որ պրոդյուսերներից մեկն ենք եւ ֆինանսինգի մեջ մասնակցեցինք Ferrari կինոն Adam Driver եւ Penelope Cruz-ի հետ։ Դա էլ ռեժիսորը շատ երկար ժամանակ այդ սկրիպտը իր մոտ կար եւ հա փորձում էր անել այդ ուրիշ պրոյեկտներ գալի։ So պրոյեկտներ կան, որ թվում է որ հեսա այս սցենարին եղավ եւ մի տարվա մեջ գնացին նկարանեցին, բայց իսկապես պատմությունը 20-25 տարվա պատմություն կարող ունենա։ Տարբեր ձև կա։ Մենք սցենարի չենք զակաս տալի, ավելի մարդիկ մեծ սցենարիներ են ուղարկում շատ։ Մենք հատուկ աշխատող ունենք, որ իր գործը հենց սցենարի կարդալն է եւ մեզ տալիս է կոչվում է script coverage։ Մի 2-3 էջանոց report, որը ասում է ինչի մասին է script-ը, մեջի պլյուսերը, մինուսները, մոտարապես բյուջետը, կամ ինչ ընդհանուր հասկացողություն։ Եթե դա հետ եւ ռեկոմենդացիա է տալի, անպայման արժի, մոտարապես չգիտեմ, հարցնական է կամ չէ։ Եվ եթե ասում եմ, որ շատ հետաքրքիր է մանավանդ մեր այս տարվա պրոյեկտների հետ կապված, այս ժամանակ արդեն մենք կկարդանք, կհասկանանք իսկապես համապատասխանում է եւ ինչ բյուջետի մասին է խոսքը գնում, ում կարող ենք սրա հետ կարող ենք աշխատել եւ process-ը սկսում է։ Եվ ասեմ, շատ անգամ մի կինոից ավել պրոյեկտներ ունես այս development process-ի ժամանակ 3-4 հատ 5 հատ եւ կարծում ես այս մեկը առաջ գնաց ֆինանսիկի կեսը արդեն եկավ, այս դերասանները հետաքրքրված, մեկ էլ կարող է դա կանգնի, մյուսը որը շարժում չուներ, առաջ ընկնի եւ առաջ գնա։ So միշտ մի քանի հատ ունես, որովհետեւ չգիտես որը երբ կլինի։ Կապ ունի ժամկետը, ժամանակը, համ նկարահանելու, համ երբ է դուրս գալու այդ ֆիլմը։ Օրինակ դա էլ իր ստրատեգիան է ընդհանուր, որ այդ ժամանակ ուրիշ ինչ ֆիլմեր են դուրս գալու, այդ ժամանակ, ասենք, դպրոցը սկսելուց հետո ուրիշ ֆիլմեր են դուրս գալու, Քրիսմասի ժամանակ ուրիշ ֆիլմեր են դուրս գալիս։ So ամեն ֆիլմ իր ճիշտ տեղը ունի եւ ճիշտ մարքեթինգ ունի, պետք է հասկանաս ով է քո ոնց որ target audience կոչվող ով է գնալու նայի։ Շատ նորմալ է, երբ պրոդյուսերի եւ ռեժիսորի միջեւ այսպես առողջ կոնֆլիկտ կա, այսինքն հակասություն կա, մեկը բիզնեսի կողմն է, մյուսը արվեստի կողմն է, այ դուք խառնվում եք ռեժիսորների գործին։ Այդքան չէ, պետք է ընտրես այնց ռեժիսորը, որ դու վստահում ես եւ կարծում ես, որ իրանք ճիշտ ձևով իրանց հասկացողությունով իրանց գործը կանեն, քանի որ եթե դու ռեժիսոր ես, դա ին գործը չի։ Իհարկե պետք է հասկացնես, որ բյուջետը այսքան է։ So բաներ կա, որ պետք է իրանց այդ սահմանների մեջ պահես։ Թե չէ արվեստով զբաղվող մարդիկ երբեմն կորցնում են իրականության հետ կապը։ Եվ պետք է շատ զգուշ լինես եւ հասկանաս այդ ֆինանսական լիմիտները եւ իրանք էլ հասկանան, որ եթե գումարը չերիքի ֆիլմը չեն կարող վերջացնել։ So creative մենք չենք խառնում ասելով չէ, ասենք այս կադրը sense պիտի չլինի, sense պիտի լինի, բայց պիտի հասկանանք, որ ժամկետներ կան եւ բյուջետներ կան, որը որ պետք է համապատասխանի կոնտրակտներին, էլի։ Վան Հոլիվուդում հայ կինոարդյունաբերողները տվարություն կա վերջերս, որ բավական ազդեցիկ են դարձել, հա, ամենայնպես ակտիվ են դարձել։ Ակտիվ են, շատ հաճելի է տենալ, շատ ուրախ եմ տենալ, որովհետեւ երևի մոտ մի 14 տարի առաջ որ մենք նոր սկսեցինք, շատ քիչ էր, շատ մարդ չէր տենում, մանավանդ բիզնեսի կողմը։ Հիմա գնալով շատանում է եւ շատ հաճելի է տենալ։ Նույնիսկ այս վերջի ֆիլմը Sinners, որը որ ռեկորդ խփեց իր Սևոհանյանը մեր հայրենակից։ Բայց ինչն է հետաքրքիր, որ հայերը Հոլիվուդում հաջողակ են հենց կինո արտադրության ֆինանսական ու տնտեսական կողմից, հա, կինոպրոդյուսերներն են, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան հայ շատ ավելի քիչ կա։ Այսինքն ավելի շատ բիզնեսի կողմն է, հա, մերը։ Ինձ թվում է հայերը ընդհանուր բիզնեսից լավ են, եւ եթե քո այդ բիզնես հասկացողությունը եւ այդ քո բիզնես ստրատեգիան եւ իմացվածքը բերես entertainment-ի մեջ, ֆիլմի մեջ, դա շատ օգնում է, որովհետեւ ֆիլմ բիզնեսի մեջ շատերը ավելի creative մարդիկ են, այդքան բիզնես հասկացողություն եւ ֆինանսական հասկացողություն շատ չունեն եւ երբ որ այդ երկու աշխարհը իրար հետ միանում է, շատ ավելի հաջող է ստացվում։ Վահան, կինոն
կարծում եմ ամենակարճ ճանապարհն է դեպի մարդու սիրտը եւ ուղեղը։ Այդ իմաստով հզորագույն ռեսուրս ունեք ձեր ձեռքում։ Արդյոք մտածել եք այդ ռեսուրսը օգտագործել մեզ հայերիս համար կարևոր խնդիրները մարդկանց հասանելի դարձնելու համար։ Այո, մենք 3 պարտներ ենք, երկրորդ պարտներն էլ է Հայաստանից եւ մեկ-մեկ գալիս է պրոյեկտներ, հələ որ այնց պրոյեկտ չենք տեսել, որ վստահ ուզում ենք դա, կարծում ենք, որ ճիշտ պրոյեկտն է, բայց այո, դա մեր մտքում կա, որ անպայման կարողանանք ինչ-որ ձևով օգտակար լինել նրան։ Դե ուրեմն մաղթեմ ձեզ, որ հետագայում ձեր արած ֆիլմերից մեկը, որը Օսկարի կներկայացվի, նաև հայկական թեմայով լինի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Վահան, սա իմ ավանդական հուշանվերն է, այս անամոր կոչվող գինին, Մանուկյան գինու կոնյակի գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, այդպես էլ կոչվում է անամոր աշխարհի հայերը։ Այդ ձեր հաջորդ ֆիլմի պրեմիերան այս գինով նշեք, եւ այս գինու հետ շատ համեղ է Մարլենկա Քաղցրավենիկը, որը Չեխիայում մեր հայրենակիցն է արտադրում։ Շատ շնորհակալություն, երբ որ դա անենք կնկարեմ եւ ձեր հետ կկիսվեմ այդ նկարը։